Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ընտրությունից հետո առաջին անգամ հեռախոսով զրուցել են Պուտինն ու Փաշինյանը, ինչ հարցեր են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները։ Ռուսական շուկայում առաջացած խնդիրների ֆոնին Հայաստանը փորձում է նոր տնտեսական ուղղություններ գտնել, ինչ կարող է տալ Եվրոպայի շուկան հայկական արտադրողին։ Ռուսաստանը կասեցրել է Բելարուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը, որն է պատճառը։ Գարշահոտություն, կեղտաջուր և անպատասխան հարցեր Երևանի կենտրոնում, ով է պատասխանատու տարիներ շարունակ չլուծվող այս խնդրի համար։ Մերձավոր Արևելքում փորձում են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, կհաջողվի խուսափել նոր ռազմական բախումից։ Խորհրդարանի ընտրությունից հետո առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ պաշտոնական Երևանի, կողմերը քննարկել են վերջին ամիսներին հարաբերություններում առաջացած խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սահմանափակումները հակասում են երկու երկրների պայմանավորվածություններին և ԵԱՏՄ կանոններին։ Նա խնդրել է քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար, ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել գործընկերային երկխոսությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Եվրամիությանն անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Նրա խոսքով քննարկվել է նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության թեման։ Զրույցին արձագանքել են նաև հայ քաղաքական գործիչները։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Փաշինյան-Պուտին շփումներին հաջորդած հայտարարությունները ցույց են տալիս, որ հարաբերություններում առկա խնդիրները ոչ միայն չեն վերացել, այլև խորացման միտում ունեն։ Եթե հայաստանյան իշխանությունն առճակատման գնալու որոշումը փորձում է քողարկված իրացնել, Մոսկվան ուղիղ սրում է խաղը։ Երկու բան ակնհայտ է, Մոսկվան Հայաստանի Հանրապետությունում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել, ԵՄ թե ԵԱՏՄ հարցադրմամբ։ Եվ երկրորդ, ՌԴ-ն կարծես վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու։ Ի թիվս այլ անհանգստությունների և բազմաթիվ սպառնալիքների խնդրահարույց է այն հանգամանքը, որ կոպիտ դիմակայության հետևանքով համենայն դեպս մինչև հիմա սովորական քաղաքացիներն են տուժում։ Տնտեսական խնդիրների ամենաշոշափելի դրսևորումներից մեկը հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներն են։ Ռուսաստանը դեռ մայիսից սահմանափակումներ է կիրառել հայկական ծաղիկների, իսկ ավելի ուշ նաև մի շարք այլ ապրանքների նկատմամբ։ Երեկ էլ Ռոսելխոզնաձորը հայտարարել է, որ կասեցրել է Բելարուսի տարածքով Ռուսաստան տեղափոխվող ավելի քան 39,000 հայկական վարդերի խմբաքանակ։ Ռուսական կողմը պնդում է, որ բեռի փաստաթղթերում խնդիրներ են եղել։ Ռուսական շուկայում առաջացած խնդիրների ֆոնին Հայաստանի համար ավելի կարևոր է դառնում արտահանման նոր շուկաների որոնումը։ Օրեր առաջ Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցից հետո ուշադրություն գրավեց Փաշինյանի հայտարարությունը, որ անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի արտահանման հնարավորությունները։ Ինչ կարող է տալ եվրոպական շուկան հայկական արտադրողներին և ինչ խոչընդոտներ կան այդ ճանապարհին, մանրամասները ռեպորտաժում։ Մի կարևոր շեշտադրում է առանձնանում շաբաթ տեղի ունեցած Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցից։ Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության, Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում Փաշինյանն ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացման և Հայաստանից արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։ Թեև կողմերը քննարկել են նաև ռազմավարական գործընկերությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նաև խաղաղության գործընթացը, հենց տնտեսական հատվածի այս ձևակերպումն արդեն դարձել է տարբեր մեկնաբանությունների առարկա։ Արդյոք Երևանը եվրոպական գործընկերներից սպասում է ավելի շոշափելի տնտեսական աջակցություն, թե խոսքը ավելի լայն քաղաքական ուղերձի մասին է։
Տողատակային իմաստով իհարկե Փաշինյանը փորձում է պատասխանատվություն դնել նրանց առաջ, թեկուզ թավշյա, այսպես ասած, ձևակերպումներով։ Փաշինյանը ինքը բոլորից լավ գիտե, որովհետև նա է ամենասերտը շփվում այդ նույն եվրոպացիների հետ եւ ինքը բոլորից լավ գիտե, թե հայտարարություններից այն կողմ իրական գետնի վրա եվրոպացիները որքանով են համարժեք հնարավորություններ ապահովում կամ որքանով են պատրաստ համարժեք հնարավորություններ ապահովել Հայաստանի համար, այդ թվում տնտեսական ոլորտում։ Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ եվրոպական աջակցությունը հիմնականում սահմանափակվում է քաղաքական հայտարարություններով։ Մինչդեռ տնտեսական աջակցության մասով Հայաստանը չի ստանում այն ծավալը, որը կհամապատասխաներ հնարավոր ռիսկերին եւ տնտեսական կորուստներին։ Հայաստանի նշանակությունը նրանց համար պայմանավորված է ընդհանրապես Ռուսաստանի հանդեպ հնարավորինս խնդիրներ ստեղծելու հանգամանքով։ Եվ նրանք փորձում են իհարկե այդ հարցը լուծել, եթե այսպես ասեմ, առավելագույն էժան տարբերակով։ Սակայն որքանով են այսօր Հայաստանի արտահանման հնարավորությունները կախված քաղաքական հարաբերություններից եւ ինչն է իրականում սահմանափակում հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկա։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի խոսքով տնտեսական հնարավորությունների հարցը միայն քաղաքական հարաբերություններով չի պայմանավորվում։ Եվրոպական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ են մրցունակ արտադրություն, համապատասխան սերտիֆիկացում, որակի բարձր չափանիշներ, նաև լոգիստիկ եւ առևտրային պայմանների բարելավում։ Օգնությունը ինչ է նշանակում։ Օգնությունը նշանակում է նոր հնարավորությունների տրամադրում, երբ նոր հնարավորություններ չկան, որովհետեւ Ֆրանսիան եվրոպական միության առանցքային երկրներից մեկն է, եւ եվրոպական միության ընդհանուր կառուցվածքի, ընդհանուր առողջաշրջանառության մեջ նա չի կարող առանձին վերցած ինչ-որ միջոցառումներ իրականացնել։ Հայաստան-Եվրամիություն տնտեսական գործակցությունը վերջին տարիներին ընդլայնվել է, սակայն հայկական արտահանման հիմնական ուղղությունը մինչև վերջերս շարունակում էր մնալ այլ շուկան։ Այդ ֆոնին պաշտոնական Երևանից արտահանման հնարավորությունների ընդլայնման մասին հերթական շեշտադրումը հարցեր է առաջացնում։ Արդյոք խոսքը նոր տնտեսական օրակարգի մասին է, թե գործընկերներից ավելի գործնական աջակցություն ակնկալելու փորձի։ Ըստ Կամենդատյանի խնդիրը նաև այն է, որ Ֆրանսիայի հնարավորությունները սահմանափակված են Եվրամիության ընդհանուր կանոններով։ Մակրոնը ոչինչ չի կարող անել, դա անկեղծ ասեմ։ Մակրոնը ոչ, այնտեղ սիթիներ կան, որ սիթիներին ցանկադրի որ ապրում վերցնեն։ Օրինակ ծաղիկի ընդհանրին։ Եվ ոչ էլ, այս ամբողջը թափթփացության, ապիկարության, անգլագիտության, իրենց լիազորությունները չհասկանալու նշան են ընդհանրապես։ Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում հնչած տնտեսական շեշտադրումները դեռևս չեն նշանակում կոնկրետ նոր ծրագրերի մեկնարկ։ Սակայն Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման թեման կրկին հայտնվել է օրակարգում, այս անգամ ոչ միայն տնտեսական, այլև արտաքին քաղաքական ենթատեքստով։ Քաղաքային խնդիրների մասին։ Երևանի Նորագյուղ թաղամասում արդեն մի քանի օր է կեղտաջուրը դուրս է գալիս դիտահորից։ Այն հոսում է փողոցներով, լցվում բակեր եւ հասնում նույնիսկ բնակելի շենքերի նկուղներ։ Փողոցը դարձել է գրեթե անանցանելի։ Տարածվել է տհաճ, ստեղծվել են հակասանիտարական պայմաններ։ Պարզելու համար, թե որն է խնդրի պատճառը եւ ով է պատասխանատու, եղել ենք Նորագյուղում, զրուցել բնակիչների հետ եւ փորձել հասկանալ, ինչու մինչ օրս վերջնական լուծում չկա։ Սա Նորագյուղ թաղամասն է։ Այս իրավիճակը բնակիչների համար այլևս նորություն չէ։ Արդեն քանի ամիս է, երբ խցանվում է այս դիտահորը, կոյուղաջուրը դուրս է գալիս փողոց, լցվում բակեր, նույնիսկ բնակելի տան նկուղներ։ Բայց բնակիչների համար այս խնդիրը միայն տհաճ հոտն ու անհարմարությունը չէ։ Այս իրավիճակը ստեղծում է հակասանիտարական պայմաններ, որոնք կարող են մարդկանց առողջության համար վտանգավոր լինել։ Որտեղ ասեք դիմել ենք էլ քաղաքապետարան, էլ բանը նյուիոլա ջուր, գալիս են, չգիտեմ ինչ են անում, մի հատ բանը կտրվում է ջուրը, գնում են, կարող է երկու օր հետո նույն բանը կատարվի։ Երեք ամբողջ օր կեղտա ջուրը ստիված է տան աղջիկը միացրել, մաքուր ջուրով լվացել է։ Այն արտոյի ներքևի մոտից է, ջուրը դուրս է տալիս, կեղտոտ ինչ ջրեր եկավ։ Ախր չես առաջ դες բան չկա։ Շուն, կատու, տուֆ, բուշլատ, շալվար, ինչ ասես դուս եկես կոյուղու մեջից։ Դա ինչից է գալիս։ Ունիտազից չես կարա գցես, չէ՞ պիտի լուկը բացես գցես։
ու երեք այստեղ ահավոր վիճակ էր։ Մոտ մի 4 ժամ, սենց ինքը այն բաներ ուժեղությամբ էր բանանում, ելնում, որ այս բանը բարձրացրել էր վերև լուկի կրիշկը։ Ռոբերտը, որը գրեթե 50 տարի է ապրում է Նորագյուղում, ասում է. խնդիրը վերջնականապես կլուծվի միայն այն դեպքում, եթե փոխվի վնասված կոյուղագիծը, ոչ թե ամեն անգամ իրականացվեն ժամանակավոր վերանորոգումներ։ Երևի երեք ընդեղ ա եղել խնդիրը մի 10 օրվա չափ է ստեղել։ Ահա որ ձևի ինքը կա բանը կոյուղին գնում էր։ Հիմա ասենք պետքա փոխվի այս գիծը, այն գծի հետ երևի չգիտեմ 2 բոյտորուվա կամ 3 բոյտորուվա, որ այս հարցին լուծում տվեցվի։ Այս մարդիկ էլ համաճարակային վիճակի մեջ են։ Պարզելու համար, թե որ կառույցն է պատասխանատու խնդրի համար, դիմեցինք Երևանի քաղաքապետարան։ Տեղեկացրին, որ տվյալ հատվածը քաղաքապետարանի իրավասության ներքո չէ եւ հարցը վերաբերում է Վիոլիա ջուր ընկերությանը։ Իսկ ինչ է պատասխանում Վիոլիա ջուրը։ Նորագյուղ թաղամասի տեսանյութում ներկայացվող կոյուղագիծն ընդգրկված չէ Վեոլիա ջուր փակբաժնետիրական ընկերության վարձակալական գույքի ցանկում եւ չի սպասարկվում ընկերության կողմից։ Տվյալ հասցեում խնդրի կարգավորումը ընկերության գործառույթներից դուրս է, որի մասին բազմիցս տեղեկացվել է բնակիչներին։ Նման խնդրի առաջ կանգնել է նաև հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։ Նրա խոսքով իրենց բակում եւս նույն իրավիճակն է եւ տարբեր կառույցների դիմելուց հետո մինչ օրս վերջնական լուծում չի տրվել։ Չախոյանի խոսքով խնդրի լուծման համար բազմիցս փորձել է կապ հաստատել Վիոլիա ջուր ընկերության հետ, սակայն նրա պնդմամբ զանգերը մնացել են անպատասխան։ Իսկ այս անգամ ընկերությունը կարձագանքի որոշեցինք պարզել հենց տեղում։ Վիոլիա ջուր ընկերություն, հայրենի համար սեղմեք 1։ Բայց օրինակի տարբերություն Վիոլիա ջրի թեժգծին, հիմա զանգեմ Երևանի քաղաքապետարանի թեժգիծ կպատասխանեն, այսինքն տարբերությունը ակնհայտ է։ Զանգահարեցինք նաև Երևանի քաղաքապետարանի թեժգիծ։ Դուք զանգահարել եք Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման եւ աջակցման բաժին։ Հայրենի համար սեղմեք 1։ Տեսեք, 1 րոպե 17 վայրկյան, բարև ձեզ։ Նորագյուղում վթար է տեղի ունեցել, կեղտաճրերը դուրս են եկել փողոցում, թափում է, հակասանիտարական վիճակ է տիրում։ Քաղաքապետարանից կրկին նշեցին, որ խնդիրը իրենց իրավասության շրջանակում չէ, սակայն խոստացան տեղեկությունը փոխանցել համապատասխան մարմիններին։ Արթուր Չախոյանի համոզմամբ խնդիրը միայն մաշված խողովակները չեն։ Նրա կարծիքով հիմնական պատճառը կառավարման համակարգն է, որի հետևանքով քաղաքացին հաճախ չի հասկանում, թե որ կառույցն է պատասխանատու եւ ում պետք է դիմի։ Երևան քաղաքի կառավարումը ձախողված է, Երևանի քաղաքապետարանը տալիս է բազմաթիվ շինթույլտվություններ ու հեղեղատար համակարգները ծանրաբեռնում են, իրանք ի սկզբանե նման ճնշումների նախատեսված չեն եղել եւ վթարի են ենթարկվում։ Չախոյանի կարծիքով լուծումներից մեկը Վիոլիա ջրի պետականացումն է։ Նա համոզված է, որ այդ դեպքում պատասխանատվության շրջանակը կլինի ավելի հստակ եւ քաղաքացին կիմանա, թե ով է պատասխանատու ջրամատակարարման եւ կոյուղու համակարգի աշխատանքի համար։ Բայց եթե, ինչպես ինքն է պնդում, կառավարման խնդիրներն այսքան լուրջ են, ապա ինչու մինչ օրս ընկերությունը չի պետականացվում։ Վիոլիա ջուրը ինքնին իր կառույցը ինքը շահութաբեր չի, այսինքն ինքը այսպես ասած ահռելի մեծ շահույթներ չի հետապնդում։ Ինքը խնդիրներով լի ծանր կառույցը, որը եթե պետականացվի, արդեն այդ խնդիրների պատասխանատվությունը կունենա քաղաքական բնույթ, քանի որ Վիոլիա ջուրը պետականացված չի, այլ ընկերության մոտ է, նա քաղաքական պատասխանատվություն չի կրում։ Իսկ եթե Վիոլիա ջուրը պետականացվի, ինչ կոնկրետ փոփոխություն կտեսնի քաղաքացին։ Միայն կառավարման ձևի փոփոխությունը բավարար կլինի նման խնդիրները լուծելու համար։ Տեսնելով հիմա ինչ է կատարվում Վիոլիա ջրի հետ, ինչ տոտալ անկազմակերպված, որ կես տարիներով են արձագանքում վթարների հետևից գալիս են ու տեսնելով գոնե Երևանի քաղաքապետարանի նույնպես ձախողված կառավարումը, այսինքն վատը վատագույնի մեջ նայելով տեսնում ենք, որ գոնե Երևանի քաղաքապետարանի դեպքում կառույցը մի փոքր վատ կաշխատի։
Նորագյուղի բնակիչների համար, սակայն կարևոր չէ, թե խնդրի պատասխանատվությունը որ կառույցի վրա է դրված։ Նրանց համար կարևոր է, որ երբ կեղտաջուրը հասնում է իրենց բակ ու տուն, լինի պատասխանատու կառույց, որը ոչ միայն կընդունի խնդիրը, այլև վերջնական լուծում կտա։ Միջազգային լրահոսից։ Ռուսաստանի տարբեր շրջաններ այսօր կրկին դարձել են ուկրաինական անօթաչուների թիրախ։ Ըստ ռուսական կողմի հարձակումների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում երկրի տարածքում ոչնչացրել են 182 ուկրաինական անօթաչու սարք։ Что-то мне кажется, что это количество, блядь. Это пипец, ребята. Իսկ Մերձավոր Արևելքում փորձում են բանակցությունների միջոցով նվազեցնել լարվածությունը։ Associated Press-ի փոխանցմամբ Քաթարի եւ Պակիստանի մասնակցությամբ կողմերը փորձում են հաղթահարել տարաձայնությունները եւ Վաշինգտոնին եւ Թեհրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Չնայած բանակցությունների մասին լավատեսական հայտարարություններին, Վաշինգտոնը չի բացառում նաև ուժի կիրառումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի հետ բանակցությունները արդյունք չտան, Միացյալ Նահանգները կրկին կարող է ռազմական գործողությունների դիմել։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Գառնի Մութաֆյանը։ ԱՄՆ պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Մահական վտանգության խորհրդի Ուկրաինային նվիրված նիստը Ֆրանսիայի հետ դիվանագիտական վեճի ֆոնին։ Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ անցած ուրբաթ ՄԱԿ գլխավոր ասամբլեան երկարաձգել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքլեր Թյուրքի մանդատը։ Սակայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունը եւ եւս մի քանի երկիր դեմ են քվեարկել։ Դրանի պատասխան Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս մարդու իրավունքների փարոստ չէ եւ հայտնվել է Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի եւ Ռուսաստանի հետ նույն շարքում։ Ի պատասխան ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը լքելով դահլիճը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի լսի քաղաքականացված դատարկախոսությունը եւ չի հետևի Ֆրանսիայի կեղծավոր կեցվածքին։ Զելենսկին ժամանել է ԱՄՆ, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թիմի հետ նախատեսված հանդիպումների գլխավոր թեման լինելու են Ուկրաինայի հակաբալիստիկ պաշտպանության ուժեղացումն ու Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցությունը։ Թրամփը մեկնաբանելով այն պնդումները, որ Մոսկվան կարող է Իրանին տրամադրել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների արբանյակային լուսանկարներ, հայտարարել է, որ Պուտինին կհարցնի, Մոսկվան աջակցում է արդյոք Թեհրանին։ ԱՄՆ առաջնորդը նախկինում հայտարարել էր, որ վստահում է Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներին։ Նրանք չեն միջամտի Իրանի հետ հակամարտությանը եւ չեն մատակարարի նրան զենք։ Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտնել է, որ Թեհրանն ադրբեջանական ASTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական լրատվամիջոցների ցանկում։ Իրանը նաև սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նման կազմակերպությունների հետ գործակցող անձանց նկատմամբ։ Ի պատասխան Բաքուն արգելել է իրանական Սեհեր հեռուստաալիքի եւ Մեհեր լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում։ Կոլումբիայի նորընտիր նախագահ Էբելարդո դե լա Էսպերլիան հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրներում փակում են իրենց դեսպանատները։ Ցանկում են մասնավորապես Ադրբեջանը, Չեխիան, Հունգարիան, Մալայզիան, Ռումինիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ալժիրը, Կուբան, Հայիթին, Բարբադոսը, Նիկարագուան, Եթովպիան, Գանան եւ Սենեգալը։ Կոլումբիայի ապագա ղեկավարը նշել է, որ չեղյալ է հայտարարելու նաև Պաղեստինում Կոլումբիայի դեսպանատուն բացելու որոշումը։ Միևնույն ժամանակ դե լա Էսպերլիան ընդգծել է, որ դեսպանատների փակումը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում նշված երկրների հետ, բացառությամբ Կուբայի եւ Նիկարագուայի։ 69-ամյա իտալացի Ֆրանկո Մալոսոն խարդախության համար դատապարտվել է ազատազրկման։ Նա շուրջ 20 տարի զբոսաշրջիկներին իր կառուցած տարածքը ներկայացրել է որպես հին հռոմեական ամֆիթատրոն եւ մուտքի համար գանձել 40 եվրո։ Մալոսոն պնդել է, թե 2005 թվականին տեղի ունեցած սողանքից հետո է հայտնաբերել հյուսիսարևելյան Վիչենցա քաղաքում գտնվող իր խոսքով Պերիկոյի ծովային ամֆիթատրոնը։
Մալոսոն այցելուներին ասել է, որ այդ վայրն աշխարհի ամենահին եւ ամենամեծ ամֆիթատրոններից մեկն է եւ թվագրվում է մեր թվարկության 393 թվականին։ Նա պնդել է, որ Հուլիոս Կեսարն այցելել է այդ վայրը Կլեոպատրայի հետ Եգիպտոսից Հռոմ վերադառնալու ճանապարհին եւ որ Շեքսպիրի Ջուլիետն ապրել է այնտեղ գտնվող հին եկեղեցում։ Գարնի Մութաֆյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց վաղը հնարավոր է անձրև գա։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 36-ից 38, իսկ երեկոյան 21-ից 23 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։